Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, քանի որ շատ-շատերը եք ինձ գրում, զանգում, հարցնում, էլի ես update-ի կարիք եմ տեսնում Սամսոնյանի վիճակի հետ կապված, կարևորը ժամը ֆիքսել է այս պահին, այսօր ամսի 22-ն է, 22-ն է, չէ՞ հա, այսօր հունվարի 22-ն է և ժամը 11:15 է այս պահին Եվ կարճ ուզում եմ խոսել վիճակի մասին։ Չեմ այցելել երեկ, դրա փոխարեն ես չեմ այցելել, բայց մեր Աստղիկը Մաթևոսյան, Նարեկի մյուս պաշտպանը այցելել է, մեկ էլ չէ, երկու անգամ երեկ այցելել է։ Մենք այսպես աշխատանքի բաշխում ենք նաև արել, որտեվ Նարեկի գործով թե վերաքննիչ, թե վճռաբեկ բողոքների ժամկետներն են մոտեցել, դա նույնպես կարևոր է, անպայման պետք է այս հարցը իրավական առումով հնարավորինս որակյալ ձևով բողոքարկումների իրականացնել, ակնկալիքների մասին այս պահին շատ չխոսեմ, ամեն դեպքում բոլորի համար էլ պարզ է, որ այսպիսի աղաղակող դեպքով ուղղակի անթույլատրելի է միջազգային ակցիաներ չհասնել, անպայման միջազգային ակցիաներ հասնելու ենք, իսկ դրա համար անհրաժեշտ է բոլոր ներպետական միջոցները սպառել եւ այս առումով այս հատվածը նույնպես կարևոր է, բայց այս պահին սա երկրորդական է, առաջնայինը Նարեկի առողջական վիճակի հետ կապված հարցն է, այս պահի դրությամբ մենք հիվանդանոց տեղափոխելու հետ կապված լուր եւ փաստ չունենք, դա շարունակում է իր հացադուլը 14-րդ օրն է, երեք արդեն ակնհայտ էր Աստղիկի հետ խոսելով, նաև հրապարակավեկել ակնհայտ է, որ արդեն նրա թե ինքնազգացողությունը, թե մի խոսքով այդ օրգանիզմի վրա այդ ազդեցությունը շատ ավելի արագ է տեղի ունենում, քան վերջին օրերին, այսինքն այդ մի օրվա մեջ տարբերությունը շատ ավելի մեծ էր, քան ասենք երեկվա եւ նախորդ օրվա տարբերությունը, ինչը ել ավելի հրատապ է դարձնում այս հիվանդանոցի հարցի լուծումը եւ բժիշկների իր կողմից վստահություն ունեցող բժիշկների իր բժիշկների զննությամբ, հետազոտությամբ կհասկանանք, թե ինչ հետագա քայլեր են անելու։ Ամեն դեպքում սա է վիճակը, մենք անհամբերությամբ սպասում ենք լուրի, հույս ունենք, որ այն չի ուշանա։ Կարճ կուզեի նաև վերջում անդրադառնալ մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հարցազրույցին, որտեղ որ Սամսոնյանի դեպքին անդրադարձ է կատարել, պատասխանել է քննադատություններին, գիտեք ինչ, մոտ այնպիսի տպավորություններ, որ խնդիրը այն էր, որ ցույց տա, որ հալավ դες ես իմ ինչ չի էլի, ակնհայտ այդպիսի տպավորություն իմ մոտ եղավ, հալավ, անցյալ տարի 200 թե 300 կալանավոր կամ դատապարտյալ է հայտարարել հացադուլ, մարդը եղել 60 օրով է հայտարարել հացադուլ, սենց էլ է, այս մեսիջներն էին, փորձելով այս հանրային արձագանքը ցույց տալ, որ դե սովորական բանի մասին եք խոսում, էլի։ Չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպանը մարդու իրավունքների համար է, թե ինչի համար է։ Նախ ասեմ, որ Սամսոնյանի հացադուլը վերջին շրջանում քաղաքական բանտարկյալներից, այսինքն քաղաքական պատճառներով ազատությունից զրկվածներից, մարդկանց, որոնք իրենք հայտարարել են իրենց քաղաքբանտարկյալ, կարծեք թե անժամկետ հացադուլ առաջիններ եւ ես չեմ հիշում վերջի անգամ նման բան երբ ա եղել։ Շատ հստակ պահանջով։ Եվ երբ որ մարդու իրավունքների պաշտպանից ասում են, դե մենք չենք կարող գործի էության մեջ մտնել, թող մի հատ պարզ հարցի պատասխանեն, տեսական, ինչպես սիրում են, տեսական մակարդակով։ Թույլատրելի է, որ մարդուն, քաղաքական ընդդիմախոսին, էլ չեմ ասում կալանավորեն, չեմ ասում կալանավորեն, քրեական գործ վաբշե հարուցեն, իր իսկ փոդքասթի եթերում հետույք բառը ասելու համար։ Լավ, թող ասեն դա թույլատրելի է, թե չէ, դա վաբշե կապ ունի մարդու իրավունքների հետ։ Մենք իրավունք չունենք միջամտել գործերի։ Չի լինում սենց։ Մարդու իրավունքների պաշտպանը նոմենկլատուրային պաշտոն չի։ Հարգանք պետք է այդ մարդը վաստակի։ Ինչ ասում եմ, հրապարակային եմ ասում,
ոչ մի բան չկա, որ ոչ հրապարակային ասեմ, քննադատությունը բացառապես հրապարակային, բայց ոչ մեկին չկա, որ ասեմ դա պարտականություն է, թող կատարեն մարդիկ են դրա համար, այսպես իրենց պարտականությունն է, այնպես չի որ լավություն է ինչ-որ մեկին։ Բայց գիտեք ես ինչ եմ մտածում, այ եթե ընդհանրապես տարբերակում չի դրվում, քաղաքական հիմքերով մարդկանց վարքագծի հետ կապված չի դրվում եւ դա ինձ այն մտքին է բերում, երեք էի մտածում այդ ինտերվյուն նայելով, ասել, այ եթե օրինակ Բրեժնևի օրոք մարդու իրավունքների պաշտպան լիներ, ես վստահ եմ, որ ներկայիս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շատ լավ այդ պաշտոնին կհամապատասխաներ, փայլուն։ Այն որ ամեն ինչ սենց լղոզված վիճակում։ Բնավ ո՞ց կարելի է այդպես անել։ Այս բանը, այսքան մարդ է բոլոր հացադուլավորներին ես էլ եմ հարգում, ես էլ եմ ընդունում, բայց մի հատ հələ գնանք տեսնենք պատճառները որոնք են։ Շատ կներեք, ես գիտեմ դեպքեր, որ մարդը չգիտեմ, նորից ասեմ, ոչ մի վատ իմաստով չեմ ասում, բայց մարդը ասենք օրինակ պահանջել է, որ հեռուստացույց բերեն, հեռուստացույց չեն թույլատրել, հացադուլ արել, ասել է մինչև հեռուստացույց չբերեն, չեմ դադարեցնի հացադուլը։ Լավ արել, իրա գործն է, մալաձեց կամ չգիտեմ, գնահատական չեմ ուզում տալ։ Հա բայց դա դու բերում հավեմատում ես քաղաքական պատճառներով հետույք ասելու համար երկրորդ պաշտոնյայի Ալեն Սիմոնյանի դանոսով բռնված մարդու հացադուլի հետ, այդ ո՞նց է տենց լինում։ Այսինքն մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն եթե չլիներ Հայաստանում, հարցը հələ մարդու իրավունքների վիճակը ավելի լավ կլիներ, թե ավելի վատ։ Դու չի լինում սենց։ Դա այն հաստատությունն է, որ ասում եմ մենք զբաղվում ենք, ախր գործով է, ասելով չի։ Սամվել Վարդանյանի հետ սահմռկեցուցիչ դեպքի հիշում եք 2024 թվականի։ Այն որ ոստիկանության հսկողության տակ լինելով գնացել էին, չգիտեմ որտեղ, մտել էին խոշտակման են դաժան ենթարկել։ Շատ լավ գիտեք, որտեղ հանրային շատ մեծ հնչեղություն է ստացել։ Եվ նաև վստահ եմ, որ հանրային ճնշման արդյունքում է, որ այստեղ լուծումներ են եղել։ 2 տարի է անցել, ոչ մի բան չկա։ Մի հատ գնացեք 2024 թվականի մարդու իրավունքների պաշտպանի այդ 1000 էջանոց այդ բանը կարդացեք։ Հաղորդումը կարդացեք մարդու իրավունքների վիճակի մասին, որ պետք է ներկայացվեն մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր խնդիրները։ Տեսեք Սամվել Վարդանյանի հարցը այդտեղ կա թե չկա։ Իդեպ հռետորական հարց չեմ տալի, մանե մեկ էլ չեմ գտել։ Եթե իսկապես կա, ես իսկապես պատրաստ եմ ներողություն խնդրել։ Մանե մեկ էլ բոլոր տեղերում որտեղ կարող է լինել, մանե մեկ էլ չեմ գտել։ 2024 թվականի դեպք կա։ 2024 թվականին մարդու իրավունքների վիճակի մասին։ Բայց լավ, դրանից ավելի կարևոր քանի դեպք կա եղել, այդ ոնց այդ 1000 էջում դա տեղ չի գտել։ Այս Բրեժնևյան մոտեցումը ուղղակի մարդկանց մոտ կարևոր հասկանանք կարող է Սամսոնյանի գործով լինի։